Հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, որի մասին վերջերս ներքին գործերի նախարարը խոսեց, որ մշակման փուլում է։ Ինչ փուլում է այդ ռազմավարությունը։ Դուք ինձ տվեցիք ուղղակի զրուցարանի, հայերը դրա բեսեդկային ասում, բեսեդկայի զրույցի կենցաղային իր մակարդակի մի պատասխան, բայց ոչ կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժի պատասխանատվություն կրող անձի պատասխան։ Եթե տենց եք մոտենում հարցին, ես էլ այլ դիտանկյունից նայենք։ Դուք ասում եք, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը մշակման փուլում է։ Ինչ փուլում է ռազմավարությունը։ Պատասխանը պարզ է, մշակման փուլում է։ Ինչ եք հարցը տալիս։ Հայտարարել է նախարարը, որ մշակման փուլում է։ Երկրորդը, եթե մի րոպե 3 ամիս ռազմավարությունը դուք գիտեք ինչ է, դե սա գնամ 3 ժամից բերեմ այդ ռազմավարությունը։ Երկրորդը, այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երթվելով են ընդունում կուսակցություն, եւ որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։ Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, այո այդ պրոբլեմը ելնելու է։ Եվ մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն։ Որպես բանի հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս։